պահին կզրուցեմ էներգետիկ հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանի հետ։ Պարոն Դավթյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Իրանի խորհրդարանը առնվազն այս պահին հավանություն է տվել Հորմուզի նեղուցը փակելու տարբերակին, թերևս վերջնական որոշում այս պահի դրությամբ չկա, օրեր առաջ էլ էին քննարկել, թե սա ինչ հետևանքների կարող է բերել ողջ աշխարհում համաշխարհային տնտեսության համար։ Փորձենք հասկանալ նախ որքանով այս պահին ամերիկյան հարվածներից հետո բարձր հավանականությունը, որ Թեհրանը կգնա նման, որքանով այս պահին ամերիկյան հարվածներից հետո բարձր հավանականությունը, որ Թեհրանը կգնա նման քայլի եւ դրա հետևանքները փորձենք հասկանալ։ Ամեն ինչ կախված է էսկալացիայի խորացումից, եթե այս դինամիկան պահպանվի եւ Միացյալ Նահանգները շարունակեն իրենց գործողությունները, ապա ես չեմ բացառում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ի վերջո կօգտագործի իր զինանոցի այս առանցքային, այսպես պայմանական գործիքը, պարալիզացնելով կամ բլոկավորելով Հորմուզի նեղուցը, դրանով իսկ էական լուրջ հարված հասնելով նախ եւ առաջ արևմտյան տնտեսությանը, մասնավորապես եվրոպական տնտեսությանը։ Բայց մյուս կողմից իհարկե եթե խոսում ենք հարցի գեոտնտեսական կողմի մասին, ապա ես օրինակ չեմ բացառում, որ Հորմուզի նեղուցի փակումը կամ բլոկավորումը կարող է ինչ որ չափով տեղավորվել նաև Դոնալդ Թրամփի նոր հռչակված էներգետիկ քաղաքականության շահերին։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 2015 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղյալ հայտարարեցին նավթի արտահանման էմբարգոն, որը գործում էր դեռևս 1973 թվականի միջազգային նավթային ճգնաժամից։ Եվ այնուհետև Դոնալդ Թրամփը գալով Սպիտակ տուն հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկ քաղաքականության ոսկե դարի մասին, փաստացի պրոտեկցիոնիստական քաղաքականություն իրականացնելով էներգետիկ ոլորտում եւ ամերիկյան ածխաջրածիները ամբողջ աշխարհում առաջ մղելով տարբեր շուկաներում։ Այն, որ Հորմուզի նեղուցի փակումը կարող է շատ լուրջ անդրադառնալ միջազգային նավթի գներին, սա ակնհայտ է։ Այո, արդեն այսօր մենք գիտենք, որ այս խոսակցությունների կամ քննարկումների կամ վերոնշյալ ուրեմն խորհրդարանի կողմից կայացված որոշման ֆոնին արդեն իսկ նավթի գները բարձրացել են, հասնելով մինչև $80 մեկ բարելի դիմաց։ Բայց առավել քան ակնհայտ է, որ այս ստեղծված կոնֆիգուրացիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք հանդես են գալիս այլևս աշխարհի կարևորագույն նավթ արտահանող երկրներից մեկը, կարող են նաև օգտվել այս իրավիճակից եւ նայեք Թրամփի ուրեմն հայտարարությունը առ այն, որ նավթի գների տիրույթում իրականացվող քաղաքականությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախ եւ առաջ ուղղված է լինելու Միացյալ Նահանգների, այսպես մարժինալության, նավթային ինդուստրիայի մարժինալության բարձրացմանը եւ նա կոչ է արել ընդամենը այսօր առավոտյան նավթ արդյունահանող ընկերություններին Միացյալ Նահանգներում գործող էապես ավելացնել նավթի արդյունահանումը։ Այսինքն իրականում ամենալուրջ տուժողը այս ամբողջ կոնֆիգուրացիայում կարող է լինել եվրոպական տնտեսությունը, որը առավել քան կախված է մերձավոր արևելքից ներկրվող ածխաջրածիներից եւ նավթից եւ հեղուկացված գազից։ Սա նաեւ լուրջ նախապայմաններ կամ նախադրյալներ կարող է ստեղծել Վաշինգտոնի համար լրացուցիչ ծավալով ուրեմն հեղուկացված գազ եւ նավթ ու նավթամթերք արտահանել բավականին բարձր գնով եվրոպական շուկա, որտեղ նա Միացյալ Նահանգները պարբերաբար գործում են այսպես դեմփինգային գործիքների կիրառմամբ։ Ըստ այդմ Հորմուզի բլոկավորումը նախ եւ առաջ հարվածում է եվրոպական տնտեսությանը, մյուս կողմից որոշակի ռիսկեր է ստեղծում Չինաստանի համար, բայց Չինաստանը իհարկե այստեղ ունի որոշակի այլընտրանքային ուղիներ նավթ ներկրելու եւ որոշակիորեն կարող է տեղավորվել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն էներգետիկ նավթային ռազմավարության մեջ։ Այս ամբողջ տեղեկատվական աղմուկը եւ այն մեծ հաշվով դեմոնստրատիվ հարվածները, որոնք Վաշինգտոնը երեք հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, ի վերջո ուղղված էր նաեւ համաշխարհային այս գեոտնտեսական ճարտարապետությունը ինչ որ իմաստով խարխլելու, նավթային գները բարձրացնելու եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթային արդյունահանման մարժինալությունը բարձրացնելու։ Ես չեմ բացառում նաեւ այսպիսի գործիքակազմի կիրառում Վաշինգտոնի կողմից։ Այսինքն, ձեր կարծիքով, եթե սա լինի Միացյալ Նահանգների մոտիվացիան, ապա եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, սա ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական բախման չի տանի եւ սուր հետևանքներ չի ունենա։ Հենց բանը դրանում է, որ երկուսն էլ եւ ինչպես նաեւ արտատարածաշրջանային եւ տարածաշրջանային դերակատարները շատ լավ գիտակցում են այդ կարմիր գծերը։
Շատ լավ հասկանում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող հատել այդ կարմիր գիծը եւ բլոկավորել Հորմուզի նեղուցը, ինչու, որովհետեւ նախ առաջ ինքն է կախված այդ կոմունիկացիայից, հաշվի առնելով այն, որ հենց այստեղով է արտահանվում իրանական նավթի եւ նավթամթերքների մեծ մասը դեպի Չինաստան եւ Հնդկաստան, հաշվի առնելով այն, որ նույն Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը եւ մի շարք այլ տարածաշրջանային երկրներ, Իրաք, օրինակ, եւս կախված են այս կոմունիկացիայից եւ Իրանի այս գործողությունները կարող են բավականին խարխլել նրա տարածաշրջանային դիրքերը եւ ստիպել կամ պայմաններ ստեղծել նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ինչ որ իմաստով էապես ընդլայնելու հակաիրանական կոալիցիան տարածաշրջանում։ Սա կարծում եմ Իրանում շատ լավ գիտակցում են եւ պարլամենտի երեկվա որոշումը, որը բնականաբար պետք է հաստատվի Այաթոլլահի կողմից, անվտանգության խորհրդի կողմից, իմ կարծիքով ավելի շատ ուղղված էր Իրանի բանակցային դիրքերի ամրապնդմանը։ Ես տեսնում եմ այս պահի դրությամբ որոշակի միտումներ հարցը դեպի դիվանագիտական տիրույթ տանելուն, ըստ այդմ անհրաժեշտ է կիրառել այստեղ բոլոր գործիքները առաջիկայում դիվանագիտական տիրույթում բանակցային դիրքերը ամրապնդելու համար։ Պարոն Դավթյան, աշխարհի տարբեր հատվածներում ընթացող հակամարտությունները, պատերազմները հաճախ նաև սերտ կապ ունեն տրանսպորտային միջանցքների, դրանց մրցակցության հետ, որտեղ դրանք շատ առանցքային դեր ունեն թե տնտեսական, թե բուն աշխարհաքաղաքական իմաստով նաև։ Եվ մի հանգամանքի ուշադրություն դարձնենք եւ փորձենք հասկանալ սա ընդհանրապես որևէ կերպ ազդում է այն իրադարձությունների վրա, որը տեղի ունենում Իրանի շուրջ եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում։ Խոսքը շաբաթներ առաջ Չինաստանի եւ Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապի գործարկման մասին է, այսինքն Չինաստանից կենտրոնական ասիական երկրներով դեպի Իրան կառուցված երկաթուղին սկսեց գործել։ Միաժամանակ ամիսներ առաջ, երբ Հնդկաստանի վարչապետն էր մեկնել Միացյալ Նահանգներ, Սպիտակ տանը Թրամփի հետ հայտարարել, այնտեղ կրկին ազդարարվեց Հնդկաստան, Մերձավոր Արևելյան եւ դեպի արդեն Եվրոպա դուրս եկող տրանսպորտային միջանցք կառուցելու նման կոմունիկացիա ստեղծելու մասին։ Նման տրանսպորտային այս միջանցքների մրցակցությունը ինչպես է ազդում Մերձավոր Արևելքի վրա եւ ինչքան կապ ունի այն ամեն հետ, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Ես կարծում եմ շատ ուղիղ կերպով փոխկապակցված են այս գործընթացները եւ նախագծերը, որոնք դուք ներկայացրիք։ Իրականում երկու մեծ տրանսպորտային մեգանախագիծ ես կառանձնացնեի այս համատեքստում, դա հյուսիս-հարավ նախագիծն է եւ վերոնշյալ Հնդկաստանից դեպի Եվրոպա իրականացվող այդ երթուղին կամ ձևավորվող երթուղին, որը օրակարգ բերվեց 2023 թվականի G20 գագաթնաժողովի համապատասխան կոմունիկեով, որն ուղղված է այսպես կոչված Մերձավոր Արևելյան միջանցքի ձևավորմանը։ Հիմա հերթով գանք հյուսիս-հարավ։ Իհարկե, Մերձավոր Արևելքում եւ մասնավորապես Իրանի ուղղությամբ ապակայունացումը էապես ուրեմն խարխլում է հյուսիս-հարավ միջանցքի միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքի անվտանգությունը եւ հեռանկարները։ Գումարենք դրան ընդամենը ամիսներ առաջ այդ միջանցքի առանցքային, այսպես հենակետ կամ հապ հանդիսացող Բանդերաբաս նավահանգստում տեղի ունեցած իրադարձությունները, խոսքը այն մասշտաբային պայթյունի մասին է, որի մասին լուրերը, այո, հասան մեզ անմիջապես, դրանից հետո բավականին լուրջ հարվածի տակ հասցվեց առհասարակ հյուսիս-հարավ կոմունիկացիան, որը ուղղված է ուրեմն ապահովելու կայուն մուլտիմոդալ կապ Բալթյան տարածաշրջանի Կովկասով, այնուհետև դեպի Պարսից ծոց, Իրանի տարածքով եւ ընդհուպ մինչեւ Մումբայ նավահանգիստ, հնդկական Մումբայ նավահանգիստ։ Իհարկե այն, որ Իրանի ենթակառուցվածքները, տրանսպորտային ենթակառուցվածքները այսօր հայտնվել են այսպես իսրայելական զինված ուժերի թիրախավորման տակ, բնականաբար չի կարող որևէ վստահություն ներշնչել միջազգային դերակատարների, ներդրողներին այս ուղղությամբ լուրջ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու։ Ես վերջերս հաշվում էի եւ ուրեմն եկա հետեւյալ պատկերը ստացա, օրինակ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից այս ուղղությամբ իրականացված ներդրումները միայն Իրանի Իսլամական Հանրապետությունում հասնում են շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլարի, խոսքը եւ գազատրանսպորտային եւ տրանսպորտային լոգիստիկ հաղորդակցությունների ձևավորման մասին է։ Սա առաջինը, բնականաբար կրկնում եմ հյուսիս-հարավ այստեղ հայտնվում է հարցականի տակ, ի դեպ նաեւ շրջանցելով Հայաստանի Հանրապետությունը պետք է ասենք, որ սա բավականին լուրջ ռիսկեր է ձևավորում նաեւ մեր տրանսպորտային անվտանգության համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետության համար իհարկե հյուսիս-հարավին ինտեգրումը շատ հեռանկարային կարող է լինել, ուրեմն Պարսից ծոց, Սև ծով մուլտիմոդալ կապի հեռանկարային ապահովման տեսանկյունից։ Մյուս նախագծին գանք, դա իհարկե այսպես կոչված Մերձավոր Արևելյան միջանցքն է, որը սկիզբ է առնում Հնդկաստանից, նույն Մումբայ նավահանգստից, այնուհետև դուրս է գալիս
Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայելի Հայֆա նավահանգիստ, հատկապես ուզում եմ ընդգծել այս նավահանգիստը, որ ինչպես գիտենք, շատ ակտիվորեն գրեթե ամեն օր հրթիռակոծվում է իրանական զինուժի կողմից եւ այնուհետեւ ելք է ապահովում ուրեմն այս կոմունիկացիայով միջերկրական ծովի արևելյան հատված ընդհուպ մինչեւ Հունաստանի Պիրեոս նավահանգիստ։ Փաստացի խոսք է գնում մի այնպիսի հաղորդակցության մասին, որը ինչ որ իմաստով մրցակցություն կամ այլընտրանք է ձևավորում տարիներ շարունակ դեռևս 90-ականներից ի վեր ձևավորվող տրասեկա նախագծին, այո, Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքին։ Երկու դեպքում էլ եւ հյուսիս-հարավի եւ մերձավոր արևելյան միջանցքի այդ նախագծերի տապալման դեպքում էլ իրականում կարող է շահել Թուրքիան։ Ինչու՞, որովհետեւ թե հյուսիս-հարավը, թե մերձավոր արևելյան միջանցքը իրականում շրջանցում են Թուրքիան։ Պատահական չէ, որ երբ 23 թվականին եղավ հայտարարություն G20-ի այդ կոմունիկեի տեսքով մերձավոր արևելյան միջանցքի ձևավորման վերաբերյալ, բավականին նյարդային էր Էրդողանի ուրեմն արձագանքն առայն, որ մեծ Եվրասիան չի կարող կարգավիճակ ունենալու համար են պայքարում։ Այո, միանշանակ։ Նա հայտարարեց, որ չի կարող մեծ Եվրասիան որևէ նախագիծ տրանսպորտային մեգա նախագիծ իրականացվել, որը շրջանցում է Թուրքիան։ Եվ դուք խոսեցիք հաբի մասին։ Մենք գիտենք ընդամենը 1 ամիս առաջ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ փաստացի սառեցնում է Թուրքիայում գազային խաբի ձևավորման նախագիծը։ Դրան զուգահեռ սկսվել են ակտիվորեն բանակցություններ, մինչև այս բոլոր իհարկե էսկալացիոն գործընթացները Ռուսաստանի, Իրանի, Քաթարի եւ Թուրքմենստանի միջև, ուրեմն իրանական Բուշերից ոչ այնքան հեռու տարածաշրջանային լրջագույն տրանսպորտային գազատրանսպորտային հաբ ձևավորելու վերաբերյալ։ Խոսքը 4 երկրների մասին է, որոնց համատեղ գազի արդյունահանումը կազմում է համաշխարհային գազի արդյունահանման շուրջ 50%-ը։ Հասկանում եք, եւ այս էսկալացիան, որը մենք տեսնում ենք իրականում մեծ հարցականի տակ է դնում նաեւ այս մեծ գեոռազմավարական նախագիծը։ Հյուսիս-հարավը փաստացի շրջանցում է Թուրքիային եւ Թուրքիան այս առումով մեկ անգամ չէ որ հայտարարել է արևելք-արևմուտք նախագծի այսպես պրիորիտետային բնույթի մասին։ Մերձավոր արևելյան միջանցքը, ինչպես տեսնում ենք, եւս փաստացի շրջանցում է Թուրքիան եւ ստեղծված իրավիճակում իհարկե Թուրքիան ակտիվորեն փորձելու է կրկին զարկ տալ արևելք-արևմուտք նախագծին։ Դա կարող է արվել Վրաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու կիրառմամբ, բայց իհարկե այստեղ կան որոշակի խնդիրներ հաշվի առնելով այն, որ այս ենթակառուցվածքը փաստացի ինտեգրված է չինական գոտի եւ ճանապարհ նախագծին։ Սա է պատճառը իմ կարծիքով, որ վերջին օրերին այս էսկալացիոն ֆոնին հատկապես կրկին ակտիվացել են այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ խոսակցությունները, որը մեզ փորձում են ներկայացնել որպես այսպես կոչված խաղաղության խաչմերուկ, որովհետև սա հենց այն նախագիծն է, որը կարող է զարկ տալ Թուրքիայի տրանսպորտային եւ ազգային շահերից բխող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքին։ Պարոն Դավթյան, այս կոնտեքստում, երբ որ խոսում ենք այս տրանսպորտային միջանցքների մրցակցության մասին, որ հանգամանքն է ուշագրավ հատկապես Իսրայել-Իրան հակամարտության պատերազմի պայմաններում, այսինքն մի դեպքում, երբ որ Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայով Իրան միջև երկաթուղային կապի հաստատման մասին է խոսք գնում, որը նաեւ իհարկե տնտեսական կարևոր նշանակություն ունի համեմատ ծովային փոխադրումների, նաեւ բեռնափոխադրումների ժամկետն է կրճատում, հնարավորություն է տալիս նաեւ գուցե պատժամիջոցների պայմաններում խուսափել արևմտյան ներկայությունից եւ ազդեցությունից, բայց այստեղ, այսինքն Իրանի ռազմավարական դիրքը ընդգծվում է դառնալով որպես կապող հանգույց։ Մյուս կողմից Իսրայելը ակնհայտ ռազմավարական դիրք է ստանում մյուս տրանսպորտային միջանցքի կոնտեքստում, որը մեր քարտեզում էլ պատկերված է, դրա մասին խոսում եք։ Այսինքն այս պարագայում Իրանին որպես կարևոր տարանցիկ ռազմավարական գոտի չեզոքացնելու նպատակ կա ձեզ։ Առավել քան հստակ ես կարծում եմ ձեր հարցի մեջ արդեն այդ պատասխանը պարունակվում էր։ Իհարկե, ես պատահական չէ, որ բերեցի այդ ռուսական ներդրումների օրինակը, որը հաստատի ներդրումներ, որոնք իրականացվել են իրանական ենթակառուցվածքներում ուղղված հյուսիս-հարավ միջանցքի ձևավորմանը, որովհետև սա իրականում ուղղված է ոչ միայն Իրանի դեմ, այլ այն առանցքի դեմ, որը ավանդաբար ուրեմն ձևավորվում է եւ կյանքի է կոչվում Ռուսաստան, Իրան, Չինաստան այդ գերանկյունու
ներքո։ Ես կարծում եմ, որ այստեղ նախ եւ առաջ հարված է հասցվում բոլոր այն գեոտնտեսական նախաձեռնություններին, տրանսպորտային լոգիստիկ նախաձեռնություններին, որոնք տեսականորեն կարող են ինտեգրվել Չինաստանի կողմից իրականացվող գոտի եւ ճանապարհ նախաձեռնությանը, նույն հյուսիս-հարավը, որի անբաժան եւ կարևորագույն մաս է կազմում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ավանդաբար դիտարկվում է որպես գոտի եւ ճանապարհ նախաձեռնության շատ կարևոր մաս եւ իր տարբեր հատվածներով արդեն իսկ ինտեգրվում է այդ նախաձեռնությանը։ Այնպես որ Իրանի հնարավոր, այսպես ասեմ, տրանսպորտային լոգիստիկ չեզոքացումը տեղավորվում է շատ ավելի լայն համայնապատկերի մեջ, որը իհարկե Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև մղվող առևտրային եւ գյուղատնտեսական պատերազմը։ Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Կատարն է իր օդային տարածքը փակում, այդ մասին երկրի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարել, բայց վերադառնալով Իրանի միջուկային ծրագրին, երեկ երբ որ Միացյալ Նահանգները ռմբակոծեց Իրանի 3 գլխավոր միջուկային օբյեկտները, Թրամփը հայտարարեց, որ դրանք ամբողջապես ոչնչացրել են, անգամ ձևակերպում եղավ, որ մենք Իրանի միջուկային ծրագիրն ենք ոչնչացրել, եկեք դե բանակցենք։ Բայց մյուս կողմից հայտնի դարձավ, որ վաղօրոք իմանալով սպասվող հարձակման մասին, այդ միջուկային օբյեկտներից իրանական կողմը Ուրանի որոշակիորեն հարստացված պաշարները տեղափոխել է։ Այս պարագայում նախ որքանով է տեղին խոսել այն մասին, որ Իրանի միջուկային կարողությունները ոչնչացվել են, որտեղ փաստացի միջուկային օբյեկտներն են ոչնչացվել, եթե լիովին ոչնչացվել են, բայց ոչ հարստացված որոշակի չափով ուրանի պաշարները։ Այսինքն Իրանը ամեն դեպքում պահպանում է միջուկային ծրագիրը զարգացնելու կարողությունը, խաղաղ միջուկային ծրագիրը, ինչպես որ դա հայտարարում է Թեհրանը։ Այս պարագայում այս հակամարտությունը ինչ հեռանկար կարող է ունենալ, եթե միջուկային ծրագիրը ոչնչացնելու հնարավորություն այս պայդրությամբ դեռ չկա։ Տրամփը հասցրեց դեմոնստրատիվ հարվածներ եւ այսօր գտնվում է առավելապես տեղեկատվական պատերազմի պայմաններում։ Գիտեք, այս իրավիճակը ինչ որ իմաստով հիշեցնում է ինձ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմը, որը անվանել են վերականության մեջ, ինչպես հայտնի է, հեռուստատեսային պատերազմ, ինչ որ իմաստով Տրամփը այսօր մեդիա պատերազմ է իրականացնում, որտեղ արվում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ աղերք չունեն եւ փաստացի ՄԱԳԱՏԵ-ի զեկույցները, հայտարարությունները, Իրանի պաշտոնատար անձանց հայտարարությունները ամբողջությամբ հակոսում են այն պատկերին, որը փորձում է այսօր աշխարհին ներկայացնել Դոնալդ Թրամփը։ Իհարկե, միջուկային ծրագիրը Իրանի ակնհայտորեն շարունակվելու է, ավելին այս բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն խիստ կրավորական եւ երկակի ստանդարտներով լեցուն դիրքորոշումը, որը հայտնել է ՄԱԳԱՏԵ-ն, միջազգային ուրեմն կառույցը, որը հաստատի վերահսկում է միջուկային զենքի չտարածումը եւ խաղաղ ատոմի զարգացումը, կարծում եմ ել ավելի են այսպես ասեմ, նախապայմաններ ստեղծում Իրանի համար էապես վերանայելու սեփական մասնակցությունը 1968 թվականին դեռևս կնքված միջուկային զենքի չտարածված պայմանագրին եւ պատահական չէ, որ այս վերջին օրերին Իրանի քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական ղեկավարությունը, հոգեվորականները բարբերաբար խոսում են այս ծրագրի մասին, միջուկային ծրագրի մասին, հղում անելով վերոնշյալ հոդվածի 10-րդ գլխի կամ 10-րդ կետի վրա, համաձայն որի եթե ստեղծում է այնպիսի իրավիճակ, որում այդ փաստաթղթի, այդ պայմանագրի առանձին դրույթների իրականացումը հակասում է Իրանի ազգային շահերին, ապա տվյալ երկիրը կարող է նախաձեռնել պայմանագրից դուրս գալու գործընթացը։ Եվ հաշվի առնելով այն, որ Իրանը այսօր իրականում կուտակել է միջուկային էներգետիկայի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ, խոսքը նախ եւ առաջ իհարկե գնում է խաղաղ ատոմի զարգացման հեռանկարների մասին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևմուտքը, այդ թվում նաեւ ՄԱԳԱՏԵ-ի ձեռքերով, ինչպես տեսնում ենք, փորձում է պարտադրել Իրանին հրաժարվել ոչ միայն ուրանի ուրեմն հարստացման ծրագրերից 90%-ից բարձր, մակարդակով, այլ նաև փաստացի հրաժարվել խաղաղ ատոմի ոլորտում իրականացվող մի շարք նախագծերից, ես կարծում եմ, որ սա հանգեցնելու է իրավիճակի, երբ Թեհրանը ստիպված է լինելու պարզապես վերանայել սեփական մասնակցությունը այս պայմանագրին։ Սա խարխլում է միջազգային միջուկային անվտանգության եւ միջուկային զենքի տարածման ինստիտուցիոնալ հիմքերը, ապես նվազեցնում է ՄԱԳԱՏԵ-ի լեգիտիմությունը եւ իհարկե նախադեպեր է ստեղծում այլ երկրների համար անխոչնդոտ կերպով
միջուկային զենք ստեղծելու, շրջանցելով տարբեր միջազգային կառույցների կողմից սահմանված կանոններ, այնպես որ ես կարծում եմ, որ այս փաստացի ավանտյուրիստական հայտարարությունները եւ գործընթացները, որոնք գեներացվում են Միացյալ Նահանգների կողմից եւ որոնք փաստացի սպասարկվում են ՄԱԳԱՏԷ-ի կողմից, իրականում մեծ հարված են հասնելու առաջիկայում միջազգային անվտանգության համակարգին։ Պարոն Դավթյան, ինչ է ստացվում այս պարագայում։ Կա տեսակետ ընդ որում, որ Միացյալ Նահանգները փորձեց նման ցուցադրական հարված հասցնել, որպեսզի Իսրայելի դեմքը փրկի, քանի որ Իսրայելը սեփական կարողություններով չի կարողանում հասնել հռչակված նպատակներին։ Եվ այս պարագայում ինչ կարող է ստացվել։ Այսինքն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են հայտարարել, որ մենք մեծ վնաս ենք հասցրել Իրանի միջուկային ծրագրին, Իրանն այլևս հնարավոր չունի այն շարունակելու եւ այդ հիմնավորման ներքո ռազմական գործողությունները դադարեն, որպեսզի չշարունակվեն, որտեղ այսօր Իսրայելի վարչապետը Նեթանյահուն ասում էր, որ մենք մոտ ենք մեր նպատակներին, բայց թույլ չենք տա, որպեսզի Իրանը մեզ ներքաշի երկար հյուծող պատերազմի մեջ։ Նաեւ հաշվի առնելով, թե Իսրայելում իրանական հարվածների հետևանքով ինչ չափի են վնասները, որքանով իրատեսական այս սցենարն ըստ ձեզ։ Սցենարը կարծում եմ իրատեսական է, առհասարակ մենք հասել ենք այս գործընթացներում, ինչպես ասում են, բիֆուրկացիոն կետի, երբ պարզ չէ թե հաջորդ քայլը որն է լինելու, բայց որքանով ես կարող եմ դատել դինամիկայից, իհարկե կողմերը գնալով ավելի շատ են միտումներ դրսևորելու այս խնդիրները առավելապես դիվանագիտական բանակցային տիրույթում լուծելու։ Սա առնվազն երևում է նախ եւ առաջ այդ հրթիռակոծումների դինամիկայից, որը իհարկե եթե մենք համեմատում ենք առաջին օրերի հետ, ապա որոշակիորեն նվազել է։ Սա նաեւ դրսևորվում է նրանում, որ Իրանը փորձում է այսպես միջնորդ որոշ գործընկերների ներգրավել այս գործընթացի մեջ, մասնավորապես սրանով է պայմանավորված Արարչի այցը Մոսկվա եւ անգամ մինչեւ այս հակամարտության սրումը, եթե հիշում եք, մեկ անգամ չէ որ քննարկում էր Մոսկվայի դերակատարումը որպես միջնորդ, այս գործընթացներում Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ հնարավոր միջուկային գործարքի կնքման պարագայում։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այն գլխավոր նպատակը, որը դրված էր Իսրայելի կողմից եւ որը սպասարկվում էր, գուցե ոչ այնքան ակտիվորեն, բայց այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն է ուրեմն ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային պոտենցիալը եւ դրա արդյունքում բերել Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխության, տապալված է ռեժիմի փոփոխության հնարավորություն այսօր այդ կոալիցիան փաստացի չունի, կա գիտեք աշխարհաքաղաքական մեթոդաբանություն, Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտապես մերձավոր արևելքում հատկապես նմանատիպ օպերացիաներ իրականացնելիս, այսինքն ռեժիմներ փոխելիս եւ 2003 թվականին Իրաքում, 2011 թվականին Լիբիայում արել են դա առավելապես ցամաքային օպերացիայի միջոցով։ Նույնն էլ Իրանում առանց ցամաքային օպերացիայի հնարավոր չէ որևէ ռեժիմային փոփոխություն իրականացնել։ Սա շատ լավ ցամաքային օպերացիաներ իրատեսական չէ։ Իրատեսական չէ, այո, հենց դրա մասին եմ ասում, որ սա առավել քան իրատեսական չէ, սա շատ լավ հասկանում են ամերիկյան ստրատեգները եւ ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի եւ փաստացի Նեթանյահուի ադմինիստրացիային չհաջողվի հասնել այն ռազմավարական նպատակներին, որոնք սահմանված էին ի սկզբանե, ապա մեծ հարվածի տակ է հայտնվում հենց ինքը Բենյամին Նեթանյահուն, որը ինչպես գիտենք ունի լեգիտիմության լրջագույն պակասորդ Իսրայելի ներսում, գիտենք, որ Իսրայելում ձևավորվել է հսկայական եւ բավական լուրջ հակակշիռ իրենից ներկայացնող ուրեմն ընդդիմություն եւ հենց այս ծայրագույն ներքաղաքական իրավիճակը եւ ճգնաժամը շրջանցելու նպատակով է, որ Նեթանյահուն նաեւ դիմել է այս ռազմական էսկալացիայից, առնվազն սա նպատակներից մեկն էր, պատճառներից մեկն էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս պարագայում Իրանի ներսում քաղաքական ռեժիմի լուրջ վտանգ այս պահին չկա, մենք տեսնում ենք, թե ինչպես է օրեցօր բարձրանում գործող իշխանությունները եւ հատկապես Փեզեշկյանի լեգիտիմությունը եւ տեսնում ենք, թե ինչպես ավելի շատ է ներքաղաքական դաշտում թիրախավորվում Բենյամին Նեթանյահուն։ Շատ ապահով Դավթյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու հետաքրքիր զրույցին։